Ինչ տեղեկություններ կան այս պահին ձերբակալված անձանցից եւ դաշնակցության անդամներից։ Առավոտմանից խուզարկություններ են եղել եւ հետո արդեն տեղափոխվել են քննչական բաժիններ։ Իգիրե Սարգսյան առօտը ես եմ ուղեկցել, գիտեմ որ այստեղ է։ Ոնց որ թե 12-ժամյա ռեժիմում այդ մասի միջնորդություն են ներկայացնելու, կալանքի միջնորդություն են ներկայացնելու, առայժմ այսքան է։ Իսկ հրապարակված ձայնագրությունների հետ կապված ինչ տեսակետ ունեք։ Նայեք, ասկվիդների մասին ես սովորություն չունեմ ընդհանրապես արտահայտվելու, հատկապես Սիվիկի նկողներում այնքան կեղծիքներ են արել, երեկվա այդ խայտարակը պլան ոչ պլանի նկատի ունեմ ոչ թե թմբրանյութ, այլ թղթի վրա գրած ինչ-որ ցնդաբանություն, այսինքն արդեն մշակված կազմակերպված գործողությունների շարքերը, որ այս իշխանությունը քիչ մայրաթորի դեմ հարձակումից հետո հստակ էր, որ շատ ավելի ճնշումները, բռնաճնշումներ մեծանալու են, շատերը կասկածում էին, որ այսպիսի սրբապղծություններ գնան, բայց նրանք ամեն ինչի պատրաստ են։ Այսինքն Բագրատ Սրբազանի ձայնը լսվող, որ գյուլեք 15 հոգու այնտեղ, չգիտեմ, բանդներ։ Լսել եմ, ցանկությունը չունեմ իրականում լսելու, որովհետև կրկնում եմ, այնքան ենք վարժվել այդ պասկվիլներ։ Դες մի դեպք հիշեցնեմ։ Ղևոնդյան Հրաչը 1 տարի առաջ հրապարակեցին ձայնագրություն, մեծ աղմուկ, հմեք, լուրեր, վայ, հասեք, խփում են, տերոր են անում։ 1 տարի հետո այդ քրեական գործը կարճվեց։ Էլի ձայնագրության վրա էր դե։ Այդպես աղմուկը բարձրացեցին, աղաղակը բարձրացեցին, հետո փակվեց ամեն ինչ։ Սա հերթական փակվող, կարճվող գործն է։ Կարծում եմ հա, բայց համառություն իշխանությունների ու այս օրինապահների, իրականում օրինապահ, որ ասում պայմանական եմ ասում, այդ քննչական մարմինների ծառայամիտ, օրենքը մի կողմ դրած մինչև վերջ ստրուկի պես ծառայամտությունով, ստատուսով Նիկոլ Փաշինյանի միանգամից գործեր կարելով, դեռ երկար է այս ամեն ինչը տևելու, մինչև այս իշխանության հեռացումը։